Ես կարծում եմ, որ մենք եղել ենք եւ մնում ենք շնորհիվ նաեւ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի սապոգի տակ, որովհետեւ եւ 7 տարի առաջ եւ այսօր հայկական տնտեսության, էներգետիկայի, քաղաքական դաշտի, մամուլի 2/3-ը պաշտոնական տվյալներով պատկանում են Ռուսաստանին։ Մեր հանքերը, ֆինանսաբանկային համակարգը եւ այլն եւ այլն։ Այսինքն այս առումով երկիրը, որի տարածքի վրա երկու թշնամական բանակ են կանգնած, մեկը հիշեցնեմ 230-40 քառակուսի կիլոմետր զավթված է Ադրբեջանի բանակով, մյուսը ռուսական բանակը, որը նույնպես թշնամական է մեզ, կանգնած է մինչև հիմա երկու պետական սահմաններին եւ ռազմաբազա ունի, խոսել, որ մենք ազատագրել ենք Հայաստանը, ինչից Արցախից ազատագրել է Հայաստանը Նիկոլ Փաշինյանը։ Ես չեմ ուզում գնահատականներ տալ նրան, թե ինչ է եղել 2018 թվականին, որովհետեւ բազմիցս ասել եմ, դա հեղափոխություն չէր, դա տեղափոխություն էր։ Ես պարզապես ուզում եմ այս պահին ասել, որ եթե այս իրավիճակը, որը հմտորեն պահպանվել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ հետո պահպանվել է եւ պահպանվում է Նիկոլ Փաշինյանի ձեռամբ շարունակվի, ապա մենք ունենանք հետեւյալ իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանի առաջին ժամկետում Հայաստանը պարտվեց Արցախում, նրա երկրորդ ժամկետի ընթացքում Հայաստանը կորցրեց հայաթափված Արցախը, գոնե ժամանակավոր ես վստահ եմ։ Երրորդ անգամ, եթե ժողովուրդը կրկնի նույն սխալը եւ նույն փոცხին կանգնի, Հայաստանը կհայաթափվի, արդեն Հայաստանը կհայաթափվի այդ անորոշությունից, վախի, խուճապի, անորոշության, կրկնում եմ, մթնոլորտում։ Ուստի կարծում եմ, որ պետք է ոչ թե խոսել այն մասին, թե ինչ է եղել 18 թվականին, այլ ինչ է լինելու մեր երկրի հետ։ Եվ ես կրկնում եմ, ավարտելով ձեր հարցի պատասխանը, որ Հայաստանը մնում է ռուսական գաղութ, ավելացրեց դրան Նիկոլ Փաշինյանն այն, որ հիմա մենք ոչ միայն Մոսկվայից ենք կախված, այլ նաև Բաքվից եւ Անկարայից։ Նրանց է սպասարկում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը իր գործունեությամբ եւ կրկնում եմ, եթե սա շարունակվի 1 տարի անց Հայաստանը կանգնելու է զանգվածային արտագաղթի սպառնալիքի առաջ։ Մենք սապոգի տակ ենք, հիմա այդ մեկ սապոգին, մեծ սապոգին, ավելացավ նաև թուրքական եւ ադրբեջանական սապոգը, որը բարի բուն իմաստով կանգնած է թուրքականը Արցախում, որին հրավիրել են ռուսները, ադրբեջանականը մեր հարազատ մնացած մեր հայրենիքի տարածքում։ Դա քննարկելու բան չէ, դա փաստ է։ Վճռորոշ քայլը մեկն էր եւ այդ քայլը կազմակերպեցինք մենք Եվրոդաշին նախկինում կոչվող Հայաստանի եվրոպական կուսակցության նախաձեռնությամբ քաղաքական ուժը, դա անդամակցություն էր Եվրոմիությանը, ապագայում նաև ՆԱՏՕ-ին։ Դա միակ քայլն է անկախ պետականությունը պահպանելու ճանապարհին։ Բոլոր մնացած քայլերը, եթե դրանք կան, տանում են Հայաստանին դեպի անդունդ, որի եզրին մենք արդեն հայտնվել ենք։ Եվ այդ քայլը Փաշինյանը դեռևս 8 ամիս ինչ մենք ընդունել ենք այդ օրենքը, ազգային ժողովն է ընդունել, սակայն նրանք դա չեն կատարում եւ չեն կատարի, որովհետեւ ունեն պարտականություններ Պուտինի, Ալիևի եւ Էրդողանի առջեւ։ Ես ինքս արդեն կենտրոնացել եմ փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանը այդ երկրի անունը չի տալիս։ Եվ կտամ տարբերակ, թե ինչու չի տալի, որովհետեւ ինքը մնում է հավատարիմ իր ոճին։ Այսինքն ամեն հարցի մեջ կիսատ պրատություն, ամեն հարցի մեջ թողում է մի պատուհան, որտեղ եկած ժամանակը ոնց ուզի պատտասնի այդ հարցը։ Սա բնորոշ է մի մարդու գործունեության, որը ոչ թե հստակ ծրագիր ունի, այլ բնորոշ է այն մարդու գործունեությանը, ով ունի տերեր։ Այսինքն ինքը տեղ է թողում, որ իր տերերը, երբ որ կորեկտիրով կանեն, ինքը կարողանա փոքր ինչ տեղափոխի բան։ Այն ինչ որ ինքը ասում է, որ մենք ինչ որ մի երկրի գրպանում ենք, ուրեմն նախ եւ առաջ պետք է ասվել, թե որ գրպանում, որովհետեւ դրանից շատ մեծ բան է կապված։ Ինչ օրինակ։ Օրինակ, այն թե այդ գրպանից դուրս գալու process-ին ինչ շարժում պետք է անես։ Ձեռքդ տանես ծոցագրպանդ,
թե ձերքը տանես հետևի մաս շալվարի գրպանից հանես, թե այս վերևի մասից, այսինքն յուրաքանչյուր գնահատական իր հետևից պարունակում է նաև քո գործունեությունը, թե դու ինչ պետք է անես, որ դուրս գաս այդ բանից։ Սա եւս նորից ուզում եմ հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի ոճն է, երբ որ այսպես կոչված հեղափոխություն անունը դրեցին 18 թվականին եւ իշխանափոխանցում կատարեցին հեղափոխության անվան տակ։ Ես գոռում գոչում էի, ասում էի, եղբայր, ես ինչ հեղափոխություն, եթե չկա քաղաքական գնահատական նախկին իշխանությունների ում դեմ դու ապստամբում ես։ Փաստորեն հեղափոխությունը լինում է ապստամբության ճանապարհով։ Մենք տեսանք, որ կարողացան ստեղծել այնպիսի մի մթնոլորտ, որտեղ ցույց տային, տեսեք, թե ժողովուրդը դուրս է եկել փողոց։ Ժողովրդին դուրս էին բերել փողոց, բոլոր պետական ադմինիստրատիվ ռեսուրսները օգտագործելով դուրս բերեցին փողոց։ Բոլոր, սկսած ոստիկանությունից, սկսած կրթության նախարարությունից, բոլոր ուրեմն բուհերը, ռեկտորները եւ դասախոսները երեխեքին ուղարկում էին, այսինքն սա կենտրոնացված աշխատանք ա եղել, ինչպես որ եղել է ժամանակին 88-89 թվականին Սումգայիթում եւ Բաքվում, երբ որ կենտրոնացած բոլոր միջոցներով աշխատել են հայ ժողովրդին կոտորելու ուղղությամբ, այսինքն պետությունը մասնակցել այդ process-ին։ Նաեւ եկեղեցին է մասնակցել, պարոն Սարոխանյան, հիշեք։ Բոլորը, այսինքն այդ բոլորին, երբ որ մենք միավորում ենք, մենք տեսնում ենք ովքեր են կայնած այդ բոլորի հետևում։ Ռուսական գործակալական ցանցը։ Ժողովրդի բերնավ ասած KGB-ն, հիմա կարող է դա FSB-ը կոչում կամ ուրիշ ձև, ռուսական գործակալական ցանցը ամբողջությամբ մասնակցել է Նիկոլ Փաշինյանին որպես հեղափոխական դրել իշխանություն։ Հիմա Փաշինյանը ասում է, որոշել ենք պետք է դուրս գանք այդ գրպանից։ Որ գրպանից ես դրա համար եմ ասում, որ գրպանից։ Եվ դուրս գաս ուր մտնես։ Մյուս գրպանը։ Մյուս գրպանը, թե ուրիշի գրպանը, թե այսինքն չկա նորից եմ ասում կիսատ պրատություն, իր մտքերի, իր ասածների։ Պարոն Խզմարյանը ասում է մեկ գրպան չէ, երեք գրպան է, այն էլ գրպան չէ, այլ սապոգ է։ Երեք սապոգի տակ կամ երեք գրպաններում։ Համաձայն եք այդ մտքին։ Խզմարյանը, ասենք, լինելով հիմնական մասնագիտությամբ ռեժիսոր, այսինքն պատկերավոր է պատկերացնում երեք գրպան, ես դրա համար ասեմ, ես ինժեներ եմ Եվ ես պատկերացնում եմ այլ ձևի գործողություն։ Այսինքն, որ գրպանը, որ ես իմանամ ինչ շարժում պետք է անեմ։ Փաշինյանը շատ լավ, բեմականացված, ասենք, պայքարի մեջ է մտել նախկին իշխանությունների հետ, ում դեմ իբր նա հեղափոխություն արել։ Քանի միշտ արդեն ժողովրդի մեջ շատ է տարածվել, մենք ժամանակին սա ասել ենք եւ փառք ասում որ տարածվել է։ Քանի դեռ Ռոբերտը ու Սերժ Սարգսյանը կան, Նիկոլա Ապրացկենը հավերժան։ Այսինքն իրանք կարողացել են այս իրար պաս տալու այդ քաղաքականությունը շարունակեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն արել, հեղափոխական այդ տրամաբանության մեջ մտնում է արդյոք այն հանգամանքը, որ ինքը պետք է կոնսոլիդացնի հասարակությունը։ Բայց այս պահին ինքը կոնսոլիդացնում է հիմնականում նախկին թալանջիներին, իրար շուրջ, այսինքն ապահովելով դրանով ըստ իրեն, որ Իրանից հետո երկրորդ ուժը նորից թողի այն նախկին թալանջիներին։ Ուրիշ թեմայի մեջ ենք մտել։ Եթե կարելի է, մենք տեսնում ենք գրպանից դուրս գալու վճռական քայլեր, որ գրպանում է փաստորեն դուք մինչև օրս էլ մենք հանդիսանում ենք։ Չգիտեք այդ ինչ գրպան է։ Բռնազավթված երկիր, ես կասեմ ավելի պարզ։ Ռուսաստանի կայսրության կողմից։ Բռնազավթված երկիր։ Ժամանակին այդ բռնազավթումը կատարվել է ռուսների եւ թուրքերի միջև։ Լենին-Աթաթուրք պայմանագրով Հայաստանը կիսվել է, մինչև օրս էլ այդ մարդիկ հավատարիմ են իրանց պապերի ստորագրությանը եւ դա վերահաստատեց Շոյգուն, երբ որ գնաց Անկարայում եւ ասեց փայլուն գերազանց համատեղ ռուս-թուրքական օպերացիան Արցախում։ Դրանից ավել որ հանգամանքով է ինքը ասում, որ մենք պետք է դուրս գանք կամ դուրս ենք եկել։ Այսինքն ինչ ձեր պետք է դուրս գաս։ Եթե այդ գրպանից sense պայմանական ասեմ իր լեքսիկոնով դուրս գալու ջատագով անհատ գործիչները բան, այսօր քո կողքին չեն։ Այսինքն երկրում եթե դու հեղափոխական ես, առաջերտին այդ գործիչների վրա պետք է հենվես, որ ասես ժողովուրդ եկեք հələ մի հատ
օգնեք, տեսնենք ոնց ենք այս գրպանից դուրս գալիս։ Կամ այս գրպանից դուրս գալով ինչ է մեզ սպասում, ուր ենք գնում։ Իրան ոչ մի բան պետք չի, ինքը ամենագետիկն է, ամենախելացին է, իր երիտասարդ, ես չգիտեմ, կվիրավորվեն, չեն վիրավորվի, բայց այսօրվա կառավարությունը եւ ազգային ժողովուրդն նայում են, սարքել է լակոտակրատիա։ Այսինքն միայն թե ասենք այն սուր խոսք ասելու համար իրանց թվում է քաղաքական գործունեությունը ընդամենը միայն սուր խոսք ասելն է։ Մենք տեսանք Շանխայյան համագործակցության այդ տարածքում, երբ որ Պուտինը կայնած էր Սին Զինպինի ձախ կողմից, Կիմ Չինինը աջ կողմից։ Եվ Պուտինը իր շոբլային հավաքել էր Ալիև, Նիկոլ Փաշինյան տարել էր սա Շանխայյան։ Հարցս հետևյալն էր, ինչու չանվանեց։ Գրպանում ենք դեռ։ Գրպանում ենք դրա համար գնացի հասել ես դու ինչ գործ ունես հանցագործ կազմակերպությունների շարքում գնաց կային։ Լուկաշենկո։ Լուկաշենկոին բարձրաձայն ասաց, չէ, որ եւ նեղացավ, եւ Լուկաշենկոյի մասին շատ խոսեց։ Բեմականություն։ Այդ երկիրը նա անվանեց։ Բեմականություն։ Իսկ Ռուսաստանը չանվանեց։ Բեմականությունը մենք տեսնում ենք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան իրար ուտում են։ Օգտագործելով այդ բանաձևը գրպանի, ես ասեմ, որ հիմա էլ Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, քաղաքական ուժեր, ովքեր որ համաձայն են, որ լինեն գրպանում, բայց որպես գրպանահատ։ Ես կարծում եմ, որ բավական երկար ժամանակ Հայաստանում քաղաքական ուժեր են եղել, եւ ցարական Ռուսաստանում գուցե ավելի առաջ, մարդիկ, որոնք որ ուզեցել են ինչ-որ մեկի գրպանում ապրել եւ հատել այդ գրպանը։ Դա ես կարծում եմ, որ վերջի 200 տարին եղել է Ռուսաստանը։ Ռուսաստանի գրպանը մտել են մերոնք եւ որպես գրպանահատ այդ գրպանից հանել են անվտանգություն, տնտեսական աջակցություն, ամեն ինչ Ռուսաստանին կողոպտել են։ Ռուսաստանին թե Հայաստանին։ Ռուսաստանին կողոպտել են։ Ռուսաստանը ընդհանրապես ըստ փաստաթղթերի, ռուսական փաստաթղթերի եւ աշխարհի, որ ես հիմա դրանք չթվարկեմ, Ռուսաստանը այստեղ շահ չի ունեցել։ Ռուսաստանին պարտադրել են պատասխանատվություն վերցնել եւ ազդեցիկ լինել այս տարածաշրջանում։ Աշխարհին այն ժամանակվա ազդեցիկ աշխարհին պետք էր Օսմանյան Թուրքիայի թիկունքում ունենալ ֆորպոստ, այդ ֆորպոստը իրենք տեսան Հայաստան հայկական միավորումը։ Ովքեր են այդ իրենքը։ Սրբազան դաշինքը, դրանից առաջ ավելի հին, սկսենք Պավել Թագավորից, որը նաև Մալթայի օրդենի խաչակիր էր, խաչակրած արշավանքեր Ռուսաստանը հանձն առավ այս տարածաշրջանում ունենալ արևմուտքի համար, հատուկ արևմուտքի, ես Պավել Թագավորի իմպերատրի մասին եմ ասում, հատուկ Օսմանյան Թուրքիայի թիկունքում ունենալ ֆորպոստ իդեմս հայկական պետության, վրացական եւ հայկական պետության, ու ծրագիրը իրագործվեց խեղաթյուրվելով։ Արմյանսկայա օբլաստը վերջում վրացական պետությունը լուծարվեց, հայկական մարզը լուծարվեց, ուզում ասում Ռուսաստանին պարտադրել են այստեղ լինել։ Իսկ այսօր ինչ բան փոխվել է։ Ես կարծում եմ, որ չի փոխվել, հիմա էլ Ռուսաստանին պարտադրում են հանձն առնել այս տարածաշրջանում Իրանի եւ Թուրքիայի թիկունքում որպես բեսպաշադնի եւ բեսմիսլենի ուժի արկայություն, որպեսզի արևմուտքը իրեն ավելի լավ զգային չար եւ բարի քննիչների առակը կա։ Բայց այդ գրպանից դուրս գանք, ես կարծում եմ շատ ավելի կարևոր բան է թողնենք այդ ձևակերպումը։ Ես համարում եմ, որ մեր ժողովուրդը եւ քաղաքական ուժերը, ազդեցիկ քաղաքական գործիչները միշտ առիթից օգտվել են ազգային ազատագրական շարժում կազմակերպելու համար։ Ես համարում եմ, որ հենց հիմա Նիկոլ Փաշինյանը ճիշտ կլիներ, Նիկոլ Փաշինյանի համար լավ կլիներ, որ ասել, որ ես սկսում եմ ազգային ազատագրական շարժում։ Ես Հայաստանի Հանրապետության ազատագրման կազմակերպիչն եմ։ Դուրս են գալիս ոչ թե գրպանից այդ չարժի այդ բաները օգտագործել։ Փողոցի բառերը չարժի։ Դուրս են գալիս անպատիվ կարգավիճակից, մեզ վիրավորող կարգավիճակից, այդ սպառողի անվտանգություն, տրանսպորտ, գազ, մշակույթ սպառողի կարգավիճակից դուրս են գալիս եւ ես ձեզ ասեմ, որ ինքը հիմա իրավունք ունի եւ հնարավորություն ասեմ, որ ես միանում եմ
ազատագրական շարժմանը, Բայց պետք է այդ շարժումը լինի, չէ՞։ այդ շարժումը Պետք է լինի այդ այդ շարժումը։ շարժումը եղել է անընդհատ։ Ազգային ազատագրական շարժումը Հայաստանում եղել է անընդհատ։ Ուղղակի էստաֆետա է եղել, այդ ձեռքից ձեռք փոխանցվել է, անընդհատ եղել է։ Ես ասում եմ, Գարեգին Նժդեհ զոհվել է 1955 թվականին։ Այն ժամանակ, երբ արդեն գալիս էին Հայկ Խաչատրյանը, պատկերացնում եք Հայկազը Խաչատրյանը, գալիս է Սաֆարյան Խաչիկը, եկավ Ղարաբաղյան շարժումը, ուզում ասեմ մենք այստեղ մենք մասնակցել ենք ազգային ազատագրական շարժմանը 80-ական թվականներին ու այդ հիմա Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, որ ինքը միանում է այն քարյակին, ես պետք է, չէ, երյակին։ Հիմա մեզ հետ է Տիգրան Խզմալյանը, նախաձեռնողը ինքն էր, Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունը եւ Հանուն Հանրապետության կուսակցությունը ազգային ազատագրական շարժմում դարձրեցին տվեցին իրավական տեսք, այսինքն մեզ պարզերես արեցին։ Այ մենք հիմա, որ մի քիչ պաթետիկ բանով խոսում եմ ես, որովհետեւ իմ ժողովուրդը, իմ հայրենակիցները հայտարարեցին իրենց ստորագրությունով, այո, ռիսկային, դա լուրջ ռիսկ էր, ասեցին մենք դուրս ենք գալիս գաղութատիրությունից, մենք ուզում ենք ազատվել, ժողովրդավարություն ենք ուզում, անկախություն ենք ուզում, բարգավաճում ենք ուզում, կրթություն, առողջապահություն, արժանապատիվ կյանք ենք ուզում, հավաքեցինք 50,000 էր պետք 60,000 ու ստոպ տվեցինք, որտեղ 600,000 ու 6 միլիոն ստորագրություն էր, Սփյուռքն էլ կմասնակցեր այդ շարժմանը։ Նիկոլ Փաշինյանը ի պատիվ իրեն, ես իմ ընկերների հետ շատ հարցերում եմ համաձայն, բայց այստեղ ես պետք է այդ կարծիք ունեմ։ Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի ինքը միացավ այդ շարժմանը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ քաղաքական հասարակական արտախորհրդարանական շարժմանը տվեց խորհրդարանական իմաստ, խորհրդարանը օրենք ընդունեց։ Հիմա որ դանդաղ է դա գնում, մենք այստեղ գտնվողներս կուզենայինք, որ դա արվեր ավելի եռանդով, ավելի վճռական քայլերով եւ առանց փոխզիջումների, ընդհանրապես անզիջում պայքարը պետք է գնար, որովհետեւ հնարավորություն ունենք մենք։ Այդ ես որ ասացի Ռուսաստանին պարտադրել էին այստեղ լինել, այստեղ մի նրբություն կա, Ռուսաստանը հետո ինքը իրեն հայտարարեց ֆորպոստ, դրա համար լուծարեց հայկական մարզը, օբլաստը, ուրեմն ես կարծում եմ, որ շատ լավ շանս ունի Նիկոլ Փաշինյանը, հեռացած, այստեղից հեռացած, մի նախադասություն էլի, ես կարծում եմ չարաշահում եմ, ուրեմն 1990 թվականի հունիս ամսին Ռուսաստանը մեզ վռնդեց սովետական միությունից, ինքը դուրս եկավ սովետական միության կազմից, հայտարարեց, տարավ զորքերը, ամեն ինչ տարավ այդ գույքը, իր ատոմակայանով, նայրիտով, ես չգիտեմ, Մարսով, ամեն ինչով, թողեց մեզ ասեց, «Не будем кормить», գնացեք ինչ ուզում եք արեք, այսինքն Ռուսաստանը գնացել էր, մի անգամ էլ հիմա է գնում, Ռուսաստանը հեռացել է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է մեծ ուժերով, արագ տեմպով պետք է Հայաստանը անկախացնի, դեպի անկախություն գնա մեծ եռանդով, հիմա մի քիչ թերանում է, ես կոչ եմ անում արագացնել եւ լրջացնել այդ շարժումը։ Թերանալը, այսինքն մտադրությունը կա, դանդաղում է։ Հայտարարեց մարդ այդ գրպանահատության մասին, որ խոսում էր, հենց ասում էր դուրս են գալիս։ Ես ասում եմ, տերմինները պետք է հարիր լինեն շարժմանը, սա շատ լուրջ գործ է։ Այ որ հետո էլ ասելու է 500 տարի, դուք հույս ունեմ, որ դա էլ կասեք, 500-600 տարի։ Այդ շանսը ունի այսօր Հայաստանը, որովհետև մենք մենակ չենք, ամենակարևորը։ Նիկոլ Փաշինյանի բախտը բերել է, մենք մենակ չենք։ 10 տեղից աջակցության ձեռք է բարձված Հայաստանը։ Ես պարզապես հիշեցնեմ, որ նա ձևակերպում հետևյալն էր, կոնկրետ մի երկրի գրպանում էր հայտնվել Հայաստանը Ղարաբաղի հարցով, մեզ գրպանում պահել են Ղարաբաղը որպես հախայց օգտագործելով, սա ամբողջական այսպես տարբեր էլի դրվագներից հավաքած ձևակերպումներն են։ Պարոն Վարդանյան, եւ այսպես մտքերը այսպեսին են, չէ, ոչ, չի գնում, չի դուրս գալիս այդ գրպանից, մտումը կա դուրս գալու, բայց դանդաղ է դուրս գալիս։ Լավ չի դուրս գալիս։ Լավ չի դուրս գալիս։ Արդեն այստեղ հնչեցված մտքերից ես մի հետևություն արեցի, որ
Գիտեք ինչ, գրպան բառը ընդհանրապես օգտագործելը շատ վիրավորական է իմ կարծիքով։ Խզմալյանը սապոգ Գրպանում ասեց։ ինչ են պահում, ես չգիտեմ, մենք հենց այդ ժամանակ երբ որ գնում էինք ստադիոն ֆուտբոլ նայելու, ճանապարհին սեմուշկա էինք առնում, գցում էինք գրպանի մեջ կամ գրպանում մանրադրամ են պահում, օրինակ թղթադրամ չեն պահում գրպանում։ Թանկարժեք։ Թղթադրամի համար Բան չեն գոյություն ունի պահի, պորտմոնե, հա։ Մի Թղթապանակ։ խոսքով այստեղ եւ տերմինաբանության խնդրեմ եմ ես տեսնում, եւ այսպես Այսինքն նվաստացուցիչ այո, բան եւ կա, հա, մեջը։ արհամարական վերաբերմունք իր իսկ ստանձնած բարձր պաշտոնի նկատմամբ, այդպես չի կարելի։ Երկրի ղեկավարը, երկրի վարչապետը չպետք է նման տերմինաբանություն օգտագործի ընդհանրապես։ Ինչ վերաբերում է մտքին, ապա այստեղ դե ում համար է գաղտնիք, որ մեր երկիրը արդեն 3 դարից ավելի հանդիսանում է ռուսաստանյան կայսրության գաղութ։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա, բոլորն էլ դա շատ լավ հասկանում են։ Հիմա փաստորեն ես տեսնում եմ, որ 2018 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությունը այդ ֆունկցիան ոնց որ թե բաժանել է 3 մասի։ Ուրեմն շատ ճիշտ ասեցին իմ ընկերներից մի քանիսը, երևի բոլորը, եթե ես ճիշտ եմ հիշում, որ հիմա արդեն մենք ոչ միայն եթե օգտագործենք իհարկե Նիկոլ Փաշինյանի տերմինաբանությունը, մենք ոչ միայն Ռուսաստանի գրպանում ենք, այլ նաև ինչպես Տիգրանը ասաց, մենք նաև սապոգի տակ ենք, այն էլ 3 սապոգի տակ, համ ռուսական, համ թուրքական, համ էլ ադրբեջանական, ինչը ընդհանրապես անընդունելի է։ Ես ընդհանրապես չեմ հասկանում, ինչի մասին է գնում խոսքը։ Մենք պետք է վերջապես ձգտենք, որ մեր հասարակության մեջ, մեր հասարակության ուղեղների մեջ արմատավորվի իրական պատմությունը, իրական փաստերը, իրողությունը այնպեսին ինչպեսին կա։ Ես ինչքան լսում եմ, ես վերջերս ադրբեջանցի պրոպագանդիստները, այսպես կոչված, ինչպես նաև բարձր պաշտոն զբաղեցնող անձնավորությունները ուղղակի գիտեք ինչ, լսողություն ծակող ինչ-որ բառեր, փաստեր են ասում։ Մեկը մի քանի օր առաջ ասեց, որ վերջապես վերջին 200 տարվա ընթացքում մեզ ադրբեջանցիներին հաջողվեց վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը։ Ինձ մոտ մի անգամից հարց է առաջանում, այդ տղա 200 տարի գոյություն ունեցել է քո ասած Ադրբեջանը։ Ադրբեջանը երբ է ստեղծվել 1918 թվականին, դա բոլորը գիտեն։ Իսկ 1918 թվականից մինչև Փաշինյանի իշխանության գալը 2018 թվականը անցել է ընդամենը 100 տարի։ Ես ուզում եմ ասեմ, որ մենք շարունակում ենք շատ դառը, շատ ծանր պարտություններ կրել ինֆորմացիոն պատերազմի բոլոր ճակատներում։ Մենք այսպես բերաններս ջուր լցրած, նստած ոչ մի կերպ չենք արձագանքում, ամեն անգամ ավելի ու ավելի այսպես լպիրշ բնույթի հնչեցվող տարբեր նախադասությունների, որոնք լսվում են Ադրբեջանից, բայց ոչ Թուրքիայից։ Մենք տեսնում ենք, որ Էրդողանը իհարկե շատ ավելի խելացի ու հեռատես է, քան իր այսպես կոչված կրտսեր եղբայր Ալիևը։ Եվ հետո գիտեք ինչ, ամեն մի քայլափոխին, երբ հարցը գնում է արդեն մեր երկրի համար, մեր ազգի համար բախտորոշ այսպես որոշում ընդունելու, սկզբից պետք է քաղաքական գնահատական տալ անցած ուղուն։ Ինչ է եղել մինչ օրս։ Քաղաքական գնահատական այդպես էլ չհնչեցվեց։ Քանի տարի է անցել, արդեն 7 տարուց ավել է, չէ՞։ 7 տարին բավարար էր, որ 70 անգամ քաղաքական գնահատական տրվեր այն հանցագործներին, այն ազգադավ գործիչներին, այն ազգային դավաճաններին, ովքեր այդ Նիկոլ Փաշինյանի ասած գրպանում շարունակեցին պահել մեր երկիրը։ Ես շատ լավ հիշում եմ
ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք մեր անցած ուղին, մեր վերջին 30 մի քանի տարվա պատմությունը։ Ես մի բան չեմ հասկանում։ Ինչու 1994 թվականին, երբ մենք ջախջախիչ հաղթանակ գրանցեցինք Արցախյան ազատագրական պայքարում, եւ ուրեմն Վազգեն Սարգսյանի գլխավորած մեր մարտիկները, մեր հերոսները արդեն կանգնած էին երասխում Նախիջևանի սահմանին։ Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը կտրուկ արգելեց ներխուժել եւ ազատագրել Նախիջևանը։ Այդքան խոսում ենք Արցախի մասին, չէ։ Նախիջևանի մասին ոչ ոք չի խոսում։ Ինչու։ Մոռացել ենք Նախիջևանը։ Թե մենք արդեն հաշտվել ենք այն մտքի հետ, որ Նախիջևանը դա պատկանում է Ադրբեջանին։ Ոչ, դա այդպես չի։ Նախիջևանը դա մեր տարածքն է։ Հազարամյակներ այնտեղ հայեր են բնակվել եւ այնտեղ այնպիսի հուշարձաններ կային հազարավոր, որոնք արդեն այս տարիների ընթացքում պարզապես ջնջվել են, վերացվել են։ Ուղղակի հիմա եթե դուք մտնեք Նախիջևան եւ փորձեք այնտեղ գոնե մի հատ խաչքար գտնեք, ել չեմ ասում եկեղեցի, դուք չեք գտնի ոչ մի բան։ Մենք ոնց որ ասում են ժողովրդի լեզվով ասեմ, խելքներս գլուխներս չհավաքենք եւ չսկսենք վերաբերել մեր պատմությանը այնպես ինչպես հարկն է, արժանապատիվ ազգին, յուրաքանչյուր մեր արժանապատիվ քաղաքացուն, մենք ոչ մի հաջողության չենք հասնի, այդպես էլ եւ գրպանում կմնանք, եւ ջեբում կմնանք, եւ ուր ասած Սապոգի տակ։ Եվ սապոգի տակ։